առհասարակ երիտասարդությունը բոլոր տեսանկյուններից ունի խնդիր, թե ուսանողությունը, թե հասարակ աշխատանքի հետ կապված։ Ես լինելով ուսանող կարող եմ ասել, որ ուսանողները հենց գումարի հետ կապված խնդիրներ ունեն, թե բարձր վարձերի հետ կապված, թե Երևանում կեցության հետ կապված, ու կցանկանայի Հայաստանում այդ խնդիրը կարգավորվել, քանի որ ուսանողները չեն կարողանում սովորել, սկսում են աշխատել ու այսպես ասած ժամանակ չի մնում կրթությանը տրամադրելու, եւ բացի այդ էլ կրթության որակն է Հայաստանի Հանրապետությունում ահագին տուժել իր մեր իշխանությունների օրոք, ցավոք սրտի, թե դպրոցական կրթությունը, թե համալսարանական, թե հետագայում ցանկացած տեղ, որտեղ ցանկանում է սովորել մարդ, բոլոր տեսակի կրթությունները տուժել են Հայաստանի Հանրապետությունում։ Ներկայիս իշխանությունները, եթե մի բան լավ են արել, 10 վատը արդեն ցավոք սրտի փոխհատուցել են լավին։ Մենք կորցրել ենք մեր մեծ պարգև Աստծուց տրված Արցախը, վտանգի տակ է նաև մեր հայրենիքի գոյությունը, լինելով մասնագիտությամբ թուրքագետ, ՀՀ իշխանությունները վարում են սխալ քաղաքականություն Թուրքիայի հետ կապված, գնալով բաց բանակցությունների իրենց հետ, առանց միջնորդների, Թուրքիային այսպես ասած վստահել է չափազանց մեծ ռիսկ է, դա տեսանք ֆուտբոլային դիվանագիտությունում, եւ որտեղ չնայած նշում էր, որ նախապայմաններ չպետք է լինեն, բայց եղան նախապայմաններ, եւ փառք Աստծո շնորհագրվեց դա, այժմ մենք գտնվում ենք խայտառակ վիճակում, գնում ենք այսպես ասած ծնկած բանակցություններ վարելու եւ դա ցավալի փաստ է ինձ համար, թե որպես երիտասարդ, ով իր ապագան տեսնում է իր հայրենիքում, թե որպես հայ մարդ, թե որպես ուզուտ մարդ, ով իր հայրենիքում է ցանկանում ապրել։ Դա մեծ ցավ է մեզ համար ու Հայաստանում պիտի տեղի ունենա իշխանափոխություն, քանզի իշխանությունները տապալել են, սա նախադեպ չունեցող իրադարձություն է Հայաստանում։ Պատմության ընթացքում բոլոր պարտված ղեկավարները, եթե ուսումնասիրենք, հեռացել են իշխանությունից, թե կամովի, թե իրենց կամքից անկախ հեղափոխությունների միջոցով։ Եկեք կոչ եմ անում երկրում ինչ-որ բռնություն տեղի ունենա, զուտ իշխանության եմ կոչ անում խաղաղ հեռանալ, որպեսզի հետևանքները չլինեն ծանր։